Դերասան Լևոն Մկրտչյանի կինը, հաղորդավարուհի Էվելինա Ստեփանյանը Instagram-ին հարթակում հերթական հրապարակումն է արել։ Այսօր խորացել է, որ մարդիկ կան, շատ կան, ինչքան ուժ ունեն քյարթ ու ռաբիզ են, ու դրանից ինչքան ուժ ունեն կոմպլեքսավորվում են, ու ինչքան ուժ ունեն մերժում են, որ իրանց թվում է, որ ինչքան ուժ ունեն մերժեցին, բան է փոխվելու, ուզում ես բան փոխես, Անթոնի են ինչ ես։ Ու ավելի եմ մեռնում, որ այնքան են իրանց խաբում, որ հավատում են, որ իրանք էլ չեն, բայց մեկը զռում է, որ են։ Ու սովորաբար հենց երեխա են ունենում, անուն են դնում, ավելի շատ է զռում, որ են։ Մաթիլդաներ ու Խոսե Իգնասիոներ, դուք Վարդանների ու Ալվարդների սերունդն եք։ Գրել է Էվելինա Ստեփանյանը։ Նշենք նաև, որ այս աղջիկը նմանատիպ հրապարակումներով միշտ էլ աչքի է ընկնում։ Սա շատ հետաքրքիր հանդիպում եմ ունեցել Self-Made-ում, բավականին խորը զրույցներ ունեցանք, ինքնարտահայտվեցինք, փոխանակվեցինք մտքերով, ու ես եւս մեկ անգամ կենտրոնացա այն մտքի վրա, որ մենք մարդիկս մեզ թույլ չենք տալիս արժանանալու լավին։ Չեմ ասում բոլորը, բայց շատերն ունեն այդ խնդիրն այսօր, հոգեբանական ինք շատ լուրջ խնդիր է, որն ունի արմատներ, հիմքեր ու պիտի փորփրել գտնել, հասկանալ որն է հիմնական պատճառը կամ պատճառները։ Ու ես էլ ասենց ինքնահայաց նետեցի ինձ եւ հասկացա, որ լավ բաներ, որոնք որ ինձ հետ տեղի են ունենում, բարեբախտաբար դրանք հաճախ են տեղի ունենում, պակասը չունեմ դրական իրադարձությունների իմ կյանքում, բայց ես ինձ թույլ չեմ տալիս վայելել այդ երջանկությունը, ոնց որ չհավատամ ինձ հետ տեղի ունեցող լավին։ Գուցե դա ինչ-որ հիասթափությունների արդյունք է, գուցե ինչ-որ տրավմաների արդյունք է, մի խոսքով ոչինչ պատահական չի լինում, բայց ես էլ հաճախ ինձ հետ տեղի ունեցող լավ երևույթի ժամանակ կոմպենսացնող որևէ վատ բան եմ գտնում, ու գուցե դուք էլ, ու գուցե ձեզնից շատերն էլ անում են այդ բանը իրենց հետ, խնդրում եմ, որ եւ ես ինքս ինձ ասում եմ ինձ նաեւ ձեզ, որ մենք մեզ թույլ տանք վայելել լավն ու դրականը մեզ հետ տեղի ունեցող եւ հավատանք եւ ինքներս մեզ արժանացնենք այդ լավին, այո, մենք արժանի ենք լավին։ Մենք արժանի ենք ամենալավին եւ դա ստանալուն պես հավատանք դրան, թույլ տանք, որ լավը դրականը գա ներխուժի մեր կյանք, որովհետեւ ինչքան բացասականով կոմպենսացնենք, այնքան ավելի վատ է լինելու։ Մի խոսքով ու տարատեսակ օրինակներ ունեմ, որոնք չեմ ուզի բարձրաձայնել։ Մեկ էլ շատ կարճ, փոքրիկ, մեկ այլ թեմային անդրադարձ, քանի որ ես արդեն ունեմ ամուր կարծր իմունիտետ, բայց իմ ծանոթներից, հետևորդներից շատերը մտահոգվում են, թե ես ոնց չեմ արձագանքում բացասական ներողություն, բայց երբեմն տհաս մեկնաբանություններին, փոքրիկ անդրադարձ անեմ, այդ մարդիկ ոչ թե արժանի չեն, որ ես իրենց անդրադառնամ, ինչ պիտի ասեմ, հա, իրենք որ օրինակ ինձ գրում են, վայ, ես ինչ գեշ ես, ըստ իրանց ես չունեմ իմ մասին կարծիք, ես չունեմ իմ մասին գնահատական, ու ես պիտի լսեմ ինչ են ասում ինձ, եւ ըստ իրենք ինձ համար նշաձող են, որ ես իրենց միջոցով ինձ պիտի գտնեմ կամ բացահայտեմ կամ գնահատեմ, ոչ, իրենք ինքնարտահայտվում են, ներկայացնում են իրենց, իսկ ես սովորաբար նմաններին ինչ եմ անում, բլոկ եմ անում, ժողովուրդ, արդեն վաղուց ցածրորակ մարդկանց, հազար ներողություն եմ խնդրում, բայց եթե դուք տալիս եք ինձ գնահատականներ, թույլ տվեք, ես էլ ձեզ տամ գնահատականներ, եթե չեք ուզի, բլոկ արեք ինձ, չեք ուզի լսել, հա, իմ գնահատականը ձեր մասին, բայց ցածրորակ մարդկանց ես բլոկ եմ անում, որովհետև չեմ ուզում առհասարակ որևէ կերպ առնչվել իրենց հետ, ոչ թե բլոկ եմ անում, որ չտեսնեն ինձ ինչ վատ բաներ են իրան գրում, դրանից դուք պիտի ամաչեք, ոչ թե ես, բայց ես չեմ ուզում առհասարակ նման մարդիկ որևէ առնչություն ունենան, նույնիսկ օնլայն առնչություն ունենան ինձ հետ, նույնիսկ հեռահար, նույնիսկ Instagram-ի միջոցով, այս աշխարհում, ես բլոկ եմ անում նման մարդկանց, իմ շրջապատում չկան անորակ մարդիկ, ներողություն եմ խնդրում, բայց դուք բլոկավորվելու եք, եթե եք։ Բարի օր բոլորին,
ճիշտ ասած ապսես էի նկարում, որ տեղադրեի, արդեն հացս կերա վերջացրի, կտեղադրեմ, հետաքրքիր բաներ կասեմ օգտակար սննդի մասին, որովհետև ես ժամանակին բացառել էի լրիվ օգտակար սնունդը, հետո կար շրջան, երբ միայն ուտում էի օգտակար բաներ, որևէ վատ բան, տվածքս ավարտվեց, որևէ վատ բան չի ուտում, բայց հետո եկավ պահ, երբ ես հասկացա, որ խելամտորեն կարելի է այդ հարցը լուծել, եթե ինչ-որ կոնկրետ ու հստակ պատճառ չունեմ ինձ զրկելու, ասենք չիփսերից, այն կծու, քաղցր թթու, անիմաստ կոնֆետներից կամ շատ շաքարից, որովհետև սիրում եմ քաղցրակերեն, հիմա կոմպենսացնում եմ, վատը լավով կոմպենսացնում եմ, մանրամասն կգրեմ, բացի այդ պահքի մասին եք շատ հարցեր տալիս, հիմա դրան էլ կանդրադառնանք։ Պահքի մասին, թեև այս շրջանը լռության շրջանա, խոնարհության, զրկանքներդ լուր, առանց իլուր աշխարհի կրելու մասին, բայց քանի որ հարցնում եք, անկեղծորեն ասեմ, ես մեծ պահքի մեջ եղել եմ մի քանի տարի պարբերաբար եւ դա չափազանց սիրուն շրջան է եղել իմ կյանքում, բայց վերջին անգամ հասկացա, որ ես ֆիզիկապես այլևս անուժ եմ, որովհետեւ քաշ եմ կորցնում, իսկ հետո շատ ավելի դժվար վերականգնում եմ քաշս։ Ինձ մոտ դժվար է, չգիտեմ, իմ ֆիզիոլոգիան հենց այդպիսինն է, ես քաշի ավելցուկ երբեք չեմ ունենում, բայց շատ արագ կորցնում եմ, ինչևէ։ Եվ վերջին 2 տարիներին հիմնականում վերջին 1 շաբաթում եմ պահքի մեջ լինում, սննդային պահքի, բայց ի վերջո, այս շրջանը աղոթքի, լռության, ապաշխարման, ներման, առաջին քայլ անելու, խոնարհության մասին է, եւ միայն այդ դեպքում դու կլինես ընդունելի ըստիս, այլ ոչ թե դնես ու հաշվարկես, վայ, այս ինչը կերա, այս ինչ մեղք ես գործեցի, հատկապես անգիտակցաբար, երբ դու ինչ-որ կենթանական ծագման բան ես ուտում, դա մեղք համարել չի կարելի, ավելի պիտի խորանալ ըստիս, խորհրդի մեջ եւ ոչ թե արտաքին սննդային հանգամանքների։ Ներողություն եմ խնդրում, համենայն դեպս ես շատ լավ է, շատ հաճելի է, երբ մարդիկ 48 օր այդ շրջանի մեջ են լինում, նաեւ սննդային պահքի մեջ են լինում, դա հանճարեղ է, բայց եթե չեք կարողանում, մի դատեք ձեզ, փորձեք աղոթքի մեջ լինել ընդհանրապես։ Բայց սիրելի մարդիկ, դուք կարող եք ձեզ զրկել ամենավնասակար սովորություններից, այն բաներից, որոնցից ունեք կախվածություն, որոնք վատ են անդրադառնում ձեր կյանքում, եւ դա եւս Աստծո կողմից լինի ընդունելի։ Մեծ պահքը նրա մասին չի, որ դու հասնես հիվանդանոց, ձեռք բերես առողջական շատ լուրջ խնդիր։ Քահանաները նույնպես ասում են, հղի կանայք, նույնիսկ ծոմապահության ժամանակ, երբ դու ծոմ պահած պիտի լինես ու մոտենաս հաղորդությանը, պատարագի վերջում, քահանաները ասում են, ովքեր որ ֆիզիկապես հնարավորություն չունեն, ունեն հիվանդություն, ունեն ինչ-որ տկարություն կամ հղի կանայք, մի արեք այդ բանը, ուշաթափության մի հասեք, որովհետև